Բարի օր, վերջին ամիսների շատ խառախշտիկ քաղաքական լրահոսի մեջ եկել ենք ձեզի պատմելու մի հատ շատ ապաքաղաքական թեմայի մասին, ըդիկ շիրակցու գյումրեցու հումորն է։ Գաղտնիք չէ, որ մեր կողմի ժողովուրդը հումորով համ քննադատել է, համ գովացել է, համ էլ ուրախության ու տխրության մասին է խոսացել։ Նույնիսկ մեծ աղետից հետո, որ մենք հավերժ կապված մնացինք մեծ ագնթարտին, դուրս եկանք այդ ագնթարտից հումորով։ Նույնիսկ ամենակրիտիկական պահին լաց եւ ծիծաղ այդ համամիասնությունը, երկմիասնությունը միշտ ուղեկցել է ժողովրդին։ Գիտենք, որ մեր բանասական տեքստերը հիմնականում դրսևորվել են ծեսի, սովորույթի, ավանդույթի լեզվով։ Այս ամենի մեջ անշուշտ մեծ դերակատարում ունեն մեր պատմական հայրենիքի, Արևմտյան Հայաստանից բերված եւ ներքին Բասենից, Կարսից, Բայազետից, Կարինից բերված մշակույթը։ Օրինակ Գյումրեցին վիրավորելու ժամանակ էլ իր սուր խոսքը շատ հումորով է մատուցել, որ թիմացինը չի էլ հասկացել դիք հումորը թե վիրավորանք։ Գրեթե բոլոր գյումրեցիները ունեցել են երկու անուններ։ Մեկը բնութագրական եւ մյուսը ուն այդ մարդու անունը։ Պոլոզմուկուտին մի առիթով հարցրել են, ինչի գյումրեցիները երկու անուն ունեն, ասել են մարդու դուրսը նայելուց բացի մենք ներսն է գնայինք։ Այդ ներսի աշխարհի մագանտունները թերևս հենց այդ հումորի վավերացումն է։ Օրինակ պատում մարտիրոս, կյանքում մի անգամ պատում է գնացը, ինչ եղել է պատումից է պատմե։ Հա, պատում սպես էր, անունը պատում մարտիրոս են դրել։ Կարճ ասած շիրակցու խոսքը ջեպը դրած է, ըդիկ քիչադից այսօր անցել է նաև մեր սերունդներին։ Կա նաև մի հանրային փորձառություն, որից օգտվում է այսօր մեր երիտասարդությունը, այսինքն թերթում է այն էջերը, որոնք որ արդեն վավերացված են որպես հումորային էջեր, երգիծանքի էջեր, ու Շիրակի երգիծանքը վկայվում է որպես արդեն գրավոր պատմություն։ Հեգնանքն ու ծաղրանքը հումորի գործիքներից են։ Այդոնցով մենք քննադատենք այն մարդկանց, որոնք այդպես էլ իսան չեն դառնա, ու լիքը վատ սովորություններ ու երևույթներ։ Իրանք խոսում են այնպես, ինչպես ցետը կատեց ճրակը։ Միշտ ասում են, այ հումորը այդպես պիտի լինի։ Եվ Շիրակցու թևին կամ Գյումրեցու թևին ֆիլոզոֆ կա, նրա խոսքը ասուն ավելի շուտ է հասնում, բայց մուխագի ասված քննադատական խոսքը դժվար է հասնում, ավելի լավ է դա այլախոսիկ լինի։ Շիրակցու խոսքը պատմական նկարագրություն ունի ու շատ խոր է բարեկամական կապեր մշակույթի հետ, բայց արիուտեսօր այսօր այդ պատմության մասին քչերը գիտեն։ Հմիքսեք հազիվ բարի բանում կխոսայր էլի թարախ բանում հմիտիս ես չէ, բայց դե ինչ չսեմ, որ այսօր մեր երգիծական բանահյուսության մասին ավելի շատ կարիք կա խոսալու, որ մեր Գյումրվա հումորը տապակ հումորի չվերածվի։ Կարելի է ասել, ավելացել են հումորիստներ, բայց չի ավելացել հումոր։ Հումորը պահպանվել է հին Գյումրվա հումորը, բայց փոխվել են բառապաշարները, վարվելակերպը, հարթակները։ Եթե այն ժամանակ կարելի էր ամեն Գյումրվա հայտնի թաղամասում տեսնել մի հավաքված խումբ ու լսել տարբեր հետաքրքիր պատմություններ, որոնց մեջ անմիջականորեն կար հումորը, այս պահին մենք ցավոք չենք տեսնում։ Հմիս ասես ինչ է, մենք մեր ցայգով ու կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարարությունը որոշել ենք, որ Շիրակցու երգիծական խոսքը առաջիկա ամիսներին տեքից վրա պիտի ներկայացնենք ձեզի։ Բայց որ մնացեք մեր հետ, որ քաղաքական լրահոսի մեջ չխելերիք, իսկ եթե երգիծանքի մասով մեր հետ խոսալու բան ունի կամ առաջարկներ, մարտես, ուրեմն կամ գրեք մեր էջին, կամ զանգեք ցայգի ձեռին։ Վարդինը ման բացի Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը հյուրընկալել էր հայկական երկարվեստի լեգենդ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանին։ Համերգ հանդիպումը նաև անկեղծ զրույցի առիթ էր իբրև սերունդների միջև կամուրջ կառուցող բացառիկ պահ։ Ես երկել եմ այնպես, որպեսզի այդ ստեղծագործությունը չճանաչի ժամանակ
Իսկ հիմա ես ուզում եմ լսել երիտասարդի շուրթերից հնչող երգը, որը ինձ համար շատ ավելի կարևոր է։ Դրա համար ես այստեղ եմ, ճիշտ է, հանդիպում ինձ հետ, բայց նաև համերգ, որտեղ պետք է հնչեն այն կատարումները, որը նախկինում ես ոգել եմ։ Կարեն Մայլյանի խոսքով այս համերգը մեկնարկն է հոբելյանական ծրագրերի։ Վերջին 40 տարիների աշխատանքը միջոցառումների շքերթով են արժևորելու։ Ծրագիրը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Ծրագիրը կոչվում է Գյումրու ժողովրդի պետական նվագախումբ 40, քանի որ այս տարի լրանում է նվագախմբի 40-ամյակը, այդ շարքը այսօրվանով ենք սկսում եւ այսօր մեզ համար մեծ պատիվ եւ ողջավորություն է, որ հյուրընկալել ենք հայ ազգային երաժշտության երգի լեգենդ Ռուբեն Մատևոսյանին։ Հանդիսատեսը բացառիկ հնարավորություն ունեցավ անմիջական շփում ունենալու մաեստրոյի հետ, լսելու նրա հուշերն ու հետաքրքիր պատմությունները, զգալու հայկական երգի իրական շունչը։ Երկրորդ հանդիպումն է մայեստրոյի առաջինը անցավ այնքան արագ եւ այնպես սրընթաց, որ չհասցրեցինք անշուշտ բոլոր հարցերը, որովհետեւ դարաշրջանի հետ է շփվում։ Ոնց որ 20-րդ տարին կեսերից փորձես երբ խոսել այս ժամանակաշրջանի հետ, իհարկե մայեստրոն կապ չունի միգուցե իր ծնունդով, ակունքներով, բայց միայն այն, որ նրան հայտնաբերել եւ ասպարեզ է բերել Արաքսի Ջուզադյանը, որը Աշուխ Շերամի նույն կատարողական առաջին, այսպես լիրավ կարելի ասել, մենաշնորային երգչուհին է եւ ինքն էլ հենց այսպես կատարելագործել է նրա երկողական արվեստը, սա արդեն շատ բանի մասին է խոսում։ Ռուբեն Մաթևոսյանը մեծ ջերմությամբ խոսեց նվագախմբի մասին, այն համարելով իր ամենասիրելի կոլեկտիվներից մեկը։ Անսամբլը նվիրվածությամբ է այս գործը կատարել եւ պետք է կատարի եւ դա նշանակում է, որ յուրաքանչյուր երկ պետք է ապրեն հավերժություն, լինի դա Շերամի, Սայաթ-Նովայի, Ջիվանու, թե որևէ կոմպոզիտորի կերտած հրաշալի ստեղծագործություն։ Ժողովրդական գործիքների նվագախմբային մշակույթը ձևավորվել է խորհրդային տարիներին, սակայն կարողացել է պահպանել հայկական մելոսի հիմքը շնորհիվ իր երախտավորների։ Այն, ինչ կատարվեց այս տարիներին, իհարկե փառահեղ է եւ շատ ուրախ ենք, որ մեր նվագախումբը, մեր քաղաքի նվագախումբը, որը բոլորեց 40 տարին հավատարիմ մնաց այս սկզբունքներին, չշեղվեց։ Տարվա ընթացքում սպասվում են բազմաբովանդակ համերգներ, մենահամերգներից մինչև մանկական ծրագրեր, իսկ հոբելյանական գալահամերգը նախատեսված է սեպտեմբերին։ Ամսու 23-ին կունենա Մոնիկայի Նազարյանի մենահամերգը, այնուհետև մի ծրագիր պատրաստել ենք երեխաների համար, կախարդական մեղեդիներ եւ մեր 40-ամյա հոբելյանական ծրագիրը գալահամերգը տեղի կունենա սեպտեմբերին։ Նպատակը ոչ միայն ազգային երաժշտության պահպանումն է, այլև նոր հանդիսատեսի ներգրավումը ժամանակակից եւ հետաքրքիր ձևաչափերի միջոցով։ Այս ամառը շատ եմ երազել, ինձ ինքն է մրկի պես ասել, եւ ուզում է սիրո խոսք ասել, լսիր ձայնը Զարիչյանս կուրասիս ասել, լսիր ձայնը Զարիչյանս կուրասիս ասել, կարամ կայնի, կարամ կայնի, կարամ կայնի լամ, կարամ կայնի, կարամ կայնի, կարամ կայնի լամ։ Աստղիկ Խաչատրյան, Խանովանիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքի եւ աշխատավորների համերաշխության միջազգային օրվա արդիվ իր ուղերձում շնորհակալություն է հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերն ու տուրքերը վճարող բոլոր մարդկանց։ Վերջին տարիներին մենք աշխատանքի ոլորտում հասել ենք լուրջ հաջողությունների։ 2018 թվականի ժողովրդական ոչ բռնի Թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է շուրջ 280,000 աշխատատեղ։ Հեղափոխությունից հետո Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել։ Արձանագրված ցուցանիշները բարձր են եղել թե աշխարհի, թե Եվրասիական տնտեսական միության միջինից։ 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 53.9%-ով աճել է։ Պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։ Այս ամենն առաջին հերթին Հայաստանի
Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Եվ այսօր մենք գովերգում ենք աշխատանքը, աշխատող մարդուն։ Աջակցության տարբեր ծրագրերով 2018 թվականից ի վեր կառավարությունը քաղաքացիներին եւ ընկերություններին է վերադարձրել շուրջ 1.4 տրիլիոն դրամ, որը գնահատանք է աշխատանքին եւ աշխատող մարդուն, ընդգծել է վարչապետը, հավելելով, որ աշխատանքն աջակցելու այս ծրագրերը նաեւ սոցիալական մեծ էֆեկտ են բերել։ Մեր երկրում ծայրահեղ աղքատությունն ըստ էության վերացման շեմին է։ Համոզված եմ, դրա վերացումը շատ շուտով կարձանագրվի պաշտոնապես։ Ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի, բայց նաև պիտի արձանագրենք, որ աշխատանքը կարող է արդյունք բերել, եթե այն հիմնված է կրթության, գիտելիքի, մասնագիտական հմտություններն անընդհատ զարգացնելու եւ հղկելու, ավելին իմանալու եւ իմացածն իրացնելու, տնտեսականացնելու աննահանջ ձգտման վրա։ Ժամանակակից իրողությունները ստիպում են այս ամենին ավելացնել վերամասնագիտացումը, որովհետեւ օրեցօր զարգացող արհեստական բանականությունն էականորեն փոխելու է աշխատանքի շուկան եւ առավելևս այս պայմաններում սովորելը, կրթվելը, իմանալը, զարգանալը աշխատանք ունենալու եւ ունեցած աշխատանքն ավելի արդյունավետ ու եկամտաբեր դարձնելու միակ ճանապարհն է։ Դիմելով Հայաստանի քաղաքացիներին եւ մեր երկրում գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիներին երկրի ղեկավարը շեշտել է. համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանը վերափոխվել է եւ դարձել շատ ավելի լավ պետություն թե կրթության, թե աշխատանքի, թե հանգստի, թե ապրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում եւ սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ։ Մենք պլանավորում ենք առաջիկա տարիներին շարունակել այս ընթացքը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության եւ կրթության համար։ Բոլորիդ կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի համար եւ շնորհավորում եմ աշխատանքի օրվա առիթով։ Կեցցե աշխատանքը, կեցցե կրթությունը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Այս տոնը եւս մեկ առիթ է ընդգծելու աշխատանքի կարևոր դերը մեր պետության կայացման եւ հասարակական կյանքի զարգացման գործում։ Մայիս 1-յան ուղերձում նախագահ Վահագն Խաչատուրյանն է նշել. Յուրաքանչյուր երկրի առաջընթացի հիմքում անհատի պատասխանատու եւ բարեխիղճ գործունեությունն է, որն ապահովում է թե ընտանիքների բարեկեցությունը, թե պետականության հզորացումը։ Մեր ժողովրդի աշխատասիրությունն ու ստեղծագործական ներուժը պատմականորեն եղել են մեր գոյատևման եւ առաջընթացի գլխավոր երաշխիքը։ Այսօր էլ մարտահրավերներով լի ժամանակաշրջանում հետևողական աշխատանքի շնորհիվ ենք ստեղծում նոր արժեքներ եւ ամրապնդում մեր երկրի տնտեսական հիմքերը։ Որպես պետություն մեր առաջնահերթություններից է աշխատանքային իրավունքների պաշտպանությունը եւ արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ պայմանների ապահովումը։ Օրը խորհրդանշում է աշխատանքի արժեքը, մարդու ստեղծարար ուժը եւ այն ներդրումը, որը յուրաքանչյուր աշխատող կատարում է իր պետության զարգացման գործում, ազգային ժողովի նախագահն է նշել։ Աշխատանքը ոչ միայն յուրաքանչյուրիս համար անձնական կարիքների ապահովման կենսական անհրաժեշտություն է, այլև հասարակության առաջընթացի եւ բարեկեցության հիմք։ Աշխատում է քաղաքացին, զարգանում է տնտեսությունը, ապահովելով պետության առաջընթացը։ Մեր իշխանությունը ստեղծել է այնպիսի միջավայր, որտեղ աշխատանքը գնահատվում է ավելի արժանավայել, որտեղ աշխատողներն ավելի պաշտպանված եւ խրախուսված են, քան մինչեւ 2018 թվականի Թավշյա հեղափոխությունն էր։ Սակայն ասածս չի նշանակում, որ այս ուղղությամբ այլևս անելիքներ չունենք։ Մենք պետք է միասին շարունակենք ձևավորել արդար, զարգացող եւ հնարավորություններով լի պետություն, որտեղ յուրաքանչյուր մարդու աշխատանքը կունենա տեսանելի արդյունք եւ իրական արժեք։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն էլ իր ուղերձում դիմելով աշխատավորներին ընդգծել է. իրենց ամենօրյա աշխատանքը հենց այն ամուր հիմքն է, որի վրա կառուցվում է մեր պետության ու պետականության կայուն, խաղաղ եւ բարեկեցիկ ներկան ու ապագան։ Պատասխանատվությունը, աշխատասիրությունն ու ստեղծարար մոտեցումները շարունակելու են լինել համատեղ հաջողությունների շարժիչ ուժը, հավելել է նախարարը։ Նիկոլայ Ավետիսյան Պանիր, շնորհակալ եմ, կարակ, ձու և բանան։ Առողջ ապագան սկսվում է ճիշտ սնուցումից։ Հայաստանի մանկապարտեզներում նախորդ տարվա համեմատ սննդակարգը կտրուկ փոխվել է։ Ընկեր Կարինին բերեց ձեր նախաճաշը, երեխաներ։ Հունվարի 1-ից ուժի մեջ են մտել կրթական հաստատություններում նոր սնուցման չափորոշիչները։ Այս փոփոխությունները նախաձեռնվել են հաշվի առնելով առկա մարտահրավերները, հաշվի առնելով իրականացված հետազոտությունները։ Նվազել է կալորիաները եւ մանկապարտեզները առաջարկում են այդ կալորաժի 75%-ը, 1050 կալորիա մոտավորապես, որտեղ 25% ենթադրաբար երեխան տանը նաև պետք է ընտրի։
Եվ այդ 1050 կալորիայի մեջ պետք է տեղավորել առողջ սպիտակուցները, առողջ ճարպերը, դրա համար մի փոքր ավելացել են նաև բուսական ձեթերի օգտագործումը, բայց ոչ բարձր ջերմային մշակման ենթարկված աղցանները եւ այլն, ինչը շատ ավելի առողջարար է, քան կենդանական ճարպերը։ Նոր չափանիշներով մանկապարտեզների սննդակարգից հեռացվել են դատարկ կալորիաները, տրանսճարպերով հարուստ քաղցրավենիքը։ Դրանց փոխարինում են տեղում պատրաստված վարսակով, մրգերով, բուսական յուղով կամ կարագով թխվածքները։ Ճաշացանկում պարտադիր են դարձել թարմ եւ բազմազան միրգն ու բանջարեղենը, օրական 2-ական չափաբաժնով։ Մասնավորապես բավականին շատացել է ծավարեղենի, հնդկաձավարի, գարեձավարի օգտագործումը եւ դրան հակառակ ինչքան նկատել եմ, պակասել է այն դատարկ կալորիաներ եւ դատարկ օսլա ածխաջուր տրվող մակարոնեղենի եւ բրնձի օգտագործումը։ Ապրի նորես, ամբողջ ծուն կերել ես, կեցես հայք ջոն դու ես լրիվ կերել։ Համեղեր, ապրես ուտում ես, չէ՞։ Համեղեր։ Ծնողները եւս նկատում են, որ երեխաները սկսել են ավելի լավ ուտել եւ տաննել են պահանջում նմանատիպ սնունդ։ Ծնողներից մի քանիսը մոտենում են, ժամանակ առ ժամանակ շնորհակալություն են հայտնում նոր ճաշացանկի համար։ Եվ իրենք փորձում են տանը նույնպես մեր ճաշացանկի պես պատրաստել, երեխաները հաճույքով ուտում են։ Նույնիսկ մեծերը իրենք եւս օգտվում են այդ ճաշացանկից, աղցաններից։ Կան ճաշատեսակներ, սպասը, հավով սպիտակ սուպը, բորշը, որ երեխաները ուզում են կրկնակի, շատ մեծ սիրով ուտում են, շատ համեղ է պատրաստվում եւ չկա երեխա, որ գնա սոված տուն կամ հրաժարվի սննդից։ Նախաճաշն ավարտվել է, բայց խոհանոցում եռուզերը շարունակվում է։ Տեսնենք, թե ինչ են պատրաստում։ Այսօր ուտելու են տավարի մսով բորշ, երկրորդ ուտելու են գարյաձավարով լավ։ Սա պարզապես ճաշացանկի փոփոխություն չէ, այլ ռազմավարական քայլ ուղղված աճող սերնդի առողջության պահպանմանը։ Փոխելով սննդակարգը, փոխվում է նաև ապրելակերպն ու առողջ հիմքեր դրվում հետագա ողջ կյանքի համար։ Մենք ունենք եռանկյուն, երեխան, մանկապարտեզը եւ ծնողը եւ միայն եռանկյան 3 հավասարակողմ լինելու պարագայում ծրագիրը կաշխատի, հրամանը կներդրվի եւ գոհ կլինեն բոլորը, մանկապարտեզներն էլ, ծնողներն էլ, երեխաներն էլ։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ սովորությունը երեխաների շրջանում բավականին արագ է իրականացվում եւ շուտ են սովորում այդ առողջ սննդին, ոչ թե դա պարտադրողական է լինում, այլ իրանք են արդեն իսկ ընտրում այդ առողջ սնունդը եւ մերժում անառողջը։ Սլովակիայից Եվրոխորհրդարանի падգամավոր Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը բարձր է գնահատել Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին ընդառաջ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ընդունված բանաձևը հաջակցություն Հայաստանում ժողովրդավարական դիմակայունության։ Ավելի վաղ Եվրոպական խորհրդարանը 476 կողմ 47 դեմ եւ 48 ձեռնպահ ձայներով ընդունել էր Հայաստանի վերաբերյալ բանաձև, որով վերահաստատվում է ԵՄ աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությանը, խաղաղության գործընթացին եւ եվրաինտեգրման ուղղությամբ իրականացվող բարեփոխումներին։ Բանաձևն աջակցում է Հայաստանում կայանալիք խորհրդարանի ազատ, արդար եւ խաղաղ ընտրության անցկացմանը, ընդգծելով, որ քվեարկության արդյունքները պետք է որոշի միայն հայ ժողովուրդը։ Ընդգծվում է ապատեղեկատվության, անօրինական ֆինանսավորման, ընտրակաշառքի դեմ պայքարի անհրաժեշտությունը։ Եվրոպական կողմը նաեւ պահանջում է Բաքվից ազատ արձակել հայ գերիներին։ Այս ֆոնին Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կոյունջիչը կանչվել է ԱԳՆ, նրան բողոքի նոտա են փոխանցել Եվրոխորհրդարանի բանաձևի հետ կապված։ Բաքվից անհիմն են որակել փաստաթղթի որոշ դրույթներ։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Թեհրանը հուսահատորեն ցանկանում է գործարք կնքել։ ԱՄՆ նախագահը կրկնել է, դա հնարավոր կլինի, եթե Իրանը հրաժարվի միջուկային զենք ունենալու մտադրությունից։ Նրանք կամ ինքնակամ կտան հարստացված ուրանը, կամ մենք կվերցնենք այն, շեշտել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը հավելել է, որ Իսլամական Հանրապետության դեմ ռազմական գործողությունները վերսկսելու անհրաժեշտություն դեռևս չի տեսնում։ Զուգահեռ Իսրայելից չեն բացառում Իրանին հարվածները։ Հրեական պետության պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրանը վերջին 1 տարում շատ լուրջ վնասներ է կրել։ Հանրապետությունը հետ է մղվել ռազմական եւ ռազմավարական առումով։ Իսրայելկացի խոսքով Դոնալդ Թրամփը եւ Բենյամին Նեթանյահուն համակարգում են ջանքերը նախանշված նպատակներին հասնելու համար։ Իրանի նախագահն էլ դատապարտել է երկրի ծովային շրջափակումը։ Մասուդ Փեզեշքյանի խոսքով դա եւս ռազմական գործողություն է մի ազգի դեմ, որը վճարում է իր դիմադրության եւ անկախության համար, եւ դա անթույլատրելի է։
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածների հետևանքով Туапսեում հրդեհ է բռնկվել, թիրախում կրկին եղել է նավթային տերմինալը։ Կրասնոդարի երկրամասի իշխանությունների տվյալով տուժածներ չկան։ Սա ապրիլի կեսերից ի վեր Туапսեի դեմ արդեն 4-րդ հարձակումն է քաղաքի ծովային տերմինալին եւ նավթավերամշակման գործարանին նախորդ հարվածներից հետո քաղաքում խոշոր հրդեհներ էին բռնկվել, որոնք մի քանի օր չէր հաջողվում մարել։ Փորձագետներն ահազանգում են, Туапսեում բնապահպանական աղետ է հասունանում։ Նավթային անձրևների հետևանքով օդի որակը վատթարացել է, նաեւ նավթն արտահոսել է Туапսեի գետը։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական ուժերն առաջ խաղացում ունեն մարտի դաշտում, միևնույն ժամանակ ընդունել, որ սպառնալիքներ կան մասնավորապես ԱԹՍ-ների հետ կապված։ Ռուսաստանի նախագահը մեկնաբանել էր Туапսեի նավթային օբյեկտներին ուկրաինական հարվածները, նշել, ստեղծված իրավիճակը կարող է բնապահպանական լուրջ հետևանքներ ունենալ։ Սակայն նահանգապետն ինձ հայտնել է, որ լուրջ սպառնալիքներ չկան, հավելել էր Կրեմլի ղեկավարը։ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է մայիսին կապակցությամբ հրադադար հաստատելու մասին Մոսկվայի առաջարկը։ Ուկրաինայի նախագահի կարծիքով Ռուսաստանն ուղղակի ցանկանում է հանգիստ ռազմական շքերթ անցկացնել։ Նրա կարծիքով Մոսկվան նաև կարող է փորձել օգտագործել հրադադարը հակառուսական որոշ պատժամիջոցներ չեղարկելու համար։ Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Դոնալդ Թրամփի հետ, որի ընթացքում Ռուսաստանի նախագահն առաջարկել էր հաղթանակի օրվա կապակցությամբ հրադադար հաստատել։ Սակայն այնուհետև Կրեմլից հայտարարել էին, որ Պուտինը դեռևս վերջնական որոշում չի կայացրել հրադադարի ժամկետների վերաբերյալ։ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ դեռևս պաշտոնական կամ ոչ պաշտոնական առաջարկ չի ստացել Մոսկվայից կամ Վաշինգտոնից։ Նա հավելել է, որ Կիևը միշտ պատրաստ է դրական արձագանքել հրադադարի առաջարկներին։ Դիանա Գասպարյան։ Բարև ձեզ հարգելի գործընկերներ, սկսում ենք։ Կառավարության նիստը մեկնարկեց շնորհավորանքներով FIFA-ն 2029-ին ֆուտբոլի երիտասարդական առաջնություն անցկացնելու իրավունքը տվել է Հայաստանին եւ Վրաստանին։ Առաջին զեկուցվող նախագիծը կառավարությանը ներկայացրեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Դրանով նախատեսվում է սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար հատկացնել 1 միլիարդ 59 միլիոն դրամ։ Նախագծով առաջարկում է համաֆինանսավորել ընդհանուր թվով 14 համայնքների թվով 20 սուբվենցիոն ծրագրեր, որոնցից Արագածոտնի մարզում 1 ծրագիր, Արարատի մարզում 3 ծրագիր, Արմավիրի մարզում 8, Գեղարքունիքի մարզում 1, Կոտայքի մարզում 1 ծրագիր, Շիրակի մարզում 2, Սյունիքի մարզում 1 ծրագիր եւ Տավուշի մարզում 3 ծրագիր։ Պարոն վարչապետ, համաֆինանսավորման այս որոշումը կայացնելուց հետո արդեն 2026 թվականի պետական բյուջեից մենք կունենանք համայնքներին տրված 4 միլիարդ 117 միլիոն դրամի համաֆինանսավորում։ Համաֆինանսավորվող ծրագրերի շարքում Սյունիքի մարզին հատկացվող գումարն ուղղված է Կապան համայնքի Գեղանուշ եւ Գոմարան բնակավայրերի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատմանը։ Այս առիթով նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող, արդյունք ստեղծող եւ օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին, որոնց գեներացրած գումարներով է կառավարությունը եւ համայնքները այս ծրագրերը իրականացնում եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն տնտեսվարողներին, ովքեր չեն մոռանում հսկիչ դրամարկային կտրոն տրամադրել եւ այն քաղաքացիներին, ովքեր ամեն դեպքում պահանջում, ստանում եւ վերցնում են հսկիչ դրամարկային կտրոն։ Վարչապետը խոսեց նաև մարզային այցերի ժամանակ արձանագրած խնդիրներից, շեշտեց բոլոր բնակավայրերում մանկապարտեզներ ունենալու կարևորությունը։ Մենք հաջորդ փուլում մեր այսօր ունեցած մանկապարտեզում մանկավարժական մասնագիտությունների անհրաժեշտությունը եւ պահանջը կմեծացնենք եւ մենք մասնավորապես մանկապարտեզների դաստիարակները պարտադիր պայման կլինի մանկավարժական բարձրագույն կրթություն ունենալը։ Եվ այս համակարգի ներդրմամբ նաև մենք մանկավարժական ուղղություններով մի շարք մարզերում մանկավարժական բուհերի գործունեությունը կապահովենք եւ մի շարք մարզերում մենք կունենանք մանկավարժական ուղղությունների բուհեր։ Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն էլ ներկայացրեց նախագիծ բանկերի հարկային միջավայրի փոփոխության համար։ Առաջարկն այն է, որ եթե բանկային ոլորտից կապիտալ է դուրս բերվում, տվյալ դեպքում շահույթի բաշխման միջոցով, այսինքն շահաբաժին է վճարվում բաժնետերերին, այդ շահաբաժինը սկսենք հարկել ոչ թե ստանդարտ 5% դրույքաչափով, այլ ավելի բարձր 15% դրույքաչափով, ընդ որում անկախ նրանից, թե ստացողը ինչ կարգավիճակ ունի՝ ֆիզիկական անձ թե կազմակերպություն, ռեզիդենտ թե ոչ ռեզիդենտ։ Բանկերը սակայն միջազգային ֆոնդային բորսաներում ունեցած բաժնետոմսերի համար կշարունակեն վճարել շահաբաժնի 5%-ը։ Մենք ունենք խնդիր Հայաստանի Հանրապետությունում փողի էժանացման, որպեսզի մեր մոտ տոկոսները լինեն հնարավորինս ցածր
Եվ այս կարգավորումը նաև կապ ունի այդ խնդրի հետ, որովհետև մենք ինչ ենք ասում ենք, եթե շահույթի տեսքով դուրս է բերվում համակարգից, ուրեմն մենք ավելի շատ 10%-ով ավելի շատ ենք հարկելու։ Այսինքն մենք որոշակի ոչ թե արգելք, այլ որոշակի զսպում ենք դնում գումարը բանկային համակարգից դուրս հանելու։ Եթե բանկային համակարգից դուրս չի հանվում, նշանակում է այն պետքա առաջարկվի շուկայում, նշանակում է տոկոսների որոշակի նվազում պետքա տեղի ունենա։ Պաշտպանության նախարարը կառավարություն էր բերել 2850 զինվորականների հիպոթեկային վարկավորմամբ բնակարաններ տրամադրելու նախագիծը։ Մարդիկ են, որոնց հիմա ներկայացնեմ, որ կատեգորիաներին է վերաբերում։ Պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հաշմարման ընդգրկված պայմանագրային զինծառայողների եւ քաղծառայողների, օրենքով սահմանված որոշակի հիմքերով զինվորական ծառայությունից արձակված նախկին զինծառայողների, զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված մահացած զինծառայողների ընտանիքի անդամների։ Խոսքը գնում է այն մեր զինծառայողների եւ զինծառայության հետ կապված սոցիալական որոշակի խմբերի ներկայացուցիչների մասին, ովքեր պաշտպանության նախարարության բնակարանի հերթացուցակում ընդգրկված են։ Այսինքն այդ հերթացուցակը ընդ որում նախկինում մենք մի X պահի փակվել է արդեն, հիմա այլ համակարգ է գործում, էլի հիպոթեկային ծրագրի համակարգ է գործում, որի վերաբերյալ մենք արդեն մի քանի որոշումներ կայացրել ենք եւ արդեն մի քանի 100 մարդ, թե 1000-ից ավել մարդ արդեն ձեռք 1000-ից ավելի մարդիկ, բանոց։ 1000-ից ավելի մարդիկ արդեն ձեռք են բերել այդ բնակարան, դա ուրիշ ծրագիր է։ Խոսքը այդ մյուս ծրագրով էսպային ծառայության մեջ գտնվող զինվորականների մասին է։ Ծրագիրը կիրականացվի 3 փուլով, քաղաքացին կարող է ձեռք բերել բնակարան միայն հաշվառման համայնքից։ Հիփոթեկը կվճարի պետությունը, տունը 10 տարի արգելված է լինելու վաճառել։ Տիգրանուհի Բադալյան։ Ստեփանավան համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ Ստեփանավանի Ստեփան Շահումյանի տուն թանգարանում բացվեց հնագույն Ստեփանավանը Էրմիտաժի հավաքածուներում խորագրով ցուցադրությունը։ Գրող եւ հասարակական գործիչ Գագիկ Շիրմազանի ջանքերով ցուցադրությանը ներկայացված էր Էրմիտաժի հավաքածուներում պահվող արժեքավոր գտածոների, սափորներ, գավաթներ, վզնոցներ, լուսանկարների մի մասը, որոնք հայտնաբերվել են Ստեփանավանում 140 տարի առաջ 1885-ից 1886 թվականներին իրականացված հնագիտական պեղումների ժամանակ։ Պեղումները Ստեփանավանի տարածքում իրականացվել է ռուսական կայսերական արշավախմբի կողմից, որի ընթացքում հայտնաբերվել էր 120-ից ավելի գտածո եւ այժմ պահվում է Էրմիտաժում։ Ցուցահանդեսի ընթացքում ներկայացվեց ցուցադրության վերաբերյալ հակիրճ պատմական ակնարկ, ցուցադրության գաղափարի մասին, տեսաֆիլմի միջոցով ներկայացվեց Ստեփանավանի տարածաշրջանում հայտնաբերված հարուստ պատմական ժառանգությունը։ Ցուցահանդեսի ներկա են Ռուսաստանի Դաշնության դիվանագիտական ներկայացուցիչներ ու համայնքի արվեստասեր հասարակությունը։ Միջոցառմանը կատարումներով հանդես եկան երաժշտական խմբեր, այդ թվում Ռյաբինուշկի ռուսական վոկալ համույթը։ Աշխեն Սուքիասյան, Ռոբերտ Գուլզադյան։ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպությունն ամփոփում է բռնի տեղահանված կանանց վերամասնագիտացման ծրագիրը, կանանց նշանակալի մասնակցությունը հետհակամարտային վերականգնմանը Հարավային Կովկասում ծրագրով համայնքում բնակվող 31 կին ձեռք է բերել նոր մասնագիտություն, հնարավորություն ստանալով հիմնելու սեփական բիզնես եւ ապահովելու իր ընտանիքի համար հավելյալ եկամուտ։ 31 կին վերապատրաստվեց խոհարարություն, կառուցեվ, գեղեցկության ծառայությունների, պլանավորում ենք իրենց համար նաև բիզնես դասընթացներ, մեդիագրագիտության դասընթացներ, որպեսզի կարողանան իրենց գործը առաջ տանեն։ Մասնակցել եմ վարսահարդար դասերին, մեկ հնարավորություն ավելի զարգացնելու ինձ այդ ոլորտում, նաև մատնահարդար եմ, շնորհակալ եմ, որ ուժ են տալի մեզ մեր հայրենակիցները, որ մենք ավելի առաջ նայենք եւ մեր բալիկների համար եւ մեր համայնքի համար ավելի մեծ պիտանի զգանք։
ՄԱԿ-ի կանանց հարցերով կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող վերապատրաստումների ավարտին մասնագիծ կանայք ստանում են նաև իրենց մասնագիտությանը համապատասխան առաջին անհրաժեշտության տեխնիկական միջոցներ եւ պարագաներ։ Դրանք բավարար կլինեն սեփական գործ սկսելու համար, իսկ թե որքանով կընդլայնեն, կախված է պատրաստակամությունից եւ աշխատասիրությունից։ Ունեմ 5 երեխա, 3 անչափահաս, սովորել եմ հրուշակեղեն, այդ որպեսզի տանը աշխատենք, փախլավա բան տենց էլի թխենք, վաճառենք։ Սկսելու համար մենք չունենք գումար, որպեսզի գնենք հետո նոր Էդի մեզ համար մեծ բան է, որ ես պիտի այդ վառարանը կամ միքսերը ոչմեն պիտի գնենք։ Գումար պիտի որ գնեմ, չկա էդի։ Եթե էդի կա, ես արդեն կթխեմ ու կվաճառեմ, հետո իմ համար նոր սկիզբ է էլի։ Ես հավատում եմ այս կանանց ուժին եւ հույս ունեմ, որ նրանց տնտեսական հզորացումը կօգնի համայնքի զարգացմանը։ Նրանք պետք է դառնան ավելի ինքնուրույն եւ պաշտպանված, ձեռք բերեն գործարար հմտություններ, ստեղծեն հաճախորդների բազա։ Ակնհայտ է, որ սա ճանապարհի սկիզբն է միայն։ Ծրագրին մասնակցած կանայք շարունակելու են մնալ Մարտունու կանանց համայնքային խորհուրդ հասարակական կազմակերպության շահառուներ։ Այժմ մշակվում են մեխանիզմներ, արդեն բիզնեսում նրանց առաջին քայլերը հաստատուն դարձնելու ուղղությամբ։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։